Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվ ահա այդ 40-ից ավելի դոստուկ ունեցող անձանցից ոմանք կամ ինչ-որ խումբ պարզապես կամ կանխամտածված կամ ցածր կոմպետենտության արդյունքում հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու process-ի ընթացքում որպեսզի լրացուցիչ սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն եւ կարողանան այդ ամբողջ արխիվացնելու չգիտեմ ինչ գործողության արդյունքում ուսումնասիրվում այս պահին նաև քրեական վարույթ կանավ այդ փաստով եւս նախաձեռնված ջնջվել է 2018-ից 24 թվականի նոյեմբեր ամիս ընկած ամբողջ տվյալների բազան։ Հիմա տենց վարկած կարող է լինել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի եւ ապացուցելի կլինեին նաև հավելագրումներ եւ այլն ձեր նշածները եւ այդ տվյալների ջնջելու հետ այդ տվյալները նույնպես վերացել։ Այո, կարող ենք ենթադրել, այդտեղ կա նաև առաջին խախտման բնույթը ինքնին EBC կանոնի կոպիտ խախտում է եւ տվյալ փաստը հատկանշականն այն է, որ ժամանակի տնօրեններն ու կառավարիչները թաքցրել են հացակայից։ Թեպետ ծառայական քննություն են նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել եւ այդ ամբողջ փաստաթղթերը հետցում պահվում են խնամքով, բայց որևէ կերպ հաշվետվությունում չի արտացոլվել ՀՑԿՀ ներկայացող, ինչը լիցենզիայից բխող առաջնային պահանջ է նաեւ։ Ընդ որում նաև հաղորդում չէր ներկայացվել իրապահներին, քննելու նաև այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսք գնում է 700,000 մեր քաղաքացիների սպառողների անձնական տվյալների մասին, այսինքն անձնական տվյալների պաշտպանության խնդիրը կար նաև։ Եվ ուղիղ արտացոլանքը այդ բազաներում եղած տեղեկատվության բիլինգի այլ համակարգում որոշակի կան, որը որ տվյալ համակարգից ներբեռնվում է բիլինգի համակարգ, ընդ որում մարդկային գործոնով պայմանավորված։ Պարզապես այդ ծախսը վերականգնելի է, թե վերականգնելի։ Այս պահին մինչև այս պահ չի հաջողվել վերականգնել։ Թեպետ մյուս կողմը պնդում է, որ այն տվյալները, որոնք որ արտացոլված պիտի լինեին տվյալ համակարգում, ջնջված համակարգերում, այսպես թե այնպես արտացոլված են բիլինգի բազաներում, բայց բնավ դա այդպես չէ, որովհետեւ ծախսումների, այսինքն սպառման հաշիվների, այո, հաշիվների, բայց հիմա հնարավորություն կա այդ հաշիվները համեմատել իրական ծախսի հետ։ Այս դա է խնդիր, որ իրական ծախսի բազաները, քանի որ ջնջված են, այդ հաշիվները ինչը որ կա արդեն, արխիվացված, այդ հաշվի գրած թիվը ինչքանով է։ Հենց խնդիրը դրա մեջ որ ոչ ոք։ Այսինքն դե գրած է, որ ես պետք է 10,000 դրամ հոսանքի վարձ վճարեմ, հա գրած է, տակնել բնականաբար համապատասխան թվով հոսանքի ծավալը նկարագրված։ Բայց եթե գնանք հիմքը ստուգենք, ես իրոք այդքան եմ հոսանք սպառել, թե չէ, հնարավոր չի դա վերացնել։ Թվային եւ եթե ձեր ասածը հիմա տեսեք դուք ասում եք 1 2 3 4 հավելագրման դեպք է, չէ՞ արձանագրվել։ Եթե 1 2 3 4-ը եղել է 5 6 7 8 9 10-ը եղել է, նշանակում է 20-ն էլ է եղել, 30-ն էլ է եղել, 40-ն էլ է եղել։ Հակառակ դեպքում ո՞նց կարա լինի, որ այդքան այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող համակարգի ռազմավարական նշանակության ինֆորմացիա մեկ էլ ջնջվում է պատահաբար։ Շատ ճիշտ եք եւ բնավ չխորանալով նույնիսկ բովանդակության մեջ ինքնին երևույթը որ թաքցվել է թե իրավապահներից թե ՀՑԿՀ-ից արդեն իսկ լրջագույն խախտում է ենթադրվում։ Նաեւ խոսում է մոտիվների մասին։ Այդ իմ նշած վարկածի գոյության իրավունքի մասին։ Այո, որտեղ եթե խնդրեմ ա եղել, այդ խնդրեմի հետևից միջև վերջ չգնալը այդ նշանակում է այդ փորձել պարտակել ինչ որ երևույթներ այդ թվում Այո, դա այն 6 կարևորագույն կետերից մեկն է, որի հիմամբ լիցենզիա զրկվեց ՀՑ, ընդ որում ասեմ 6 կետերն էլ ինքնին արդեն առանձին հիմք է լիցենզիա զրկելու։ Բայց մենք մեր ուսումնասիրությունների վերահսկողության արդյունքում վերհանեցինք շուրջ 6 կետեր, ընդ որում 6-րդ կետը ընդհանուր կառավարման արդյունավետության ֆինանսական գործառնության առումով իր մեջ եւս 9 ենթակետեր են պարունակում գնումների գործընթացների մատակարարումներ։ Գնումների գործընթացի հետ կապված մենք նախկինում բազմիցս քննարկումներ ունեցել ենք իհարկե աշխատանքային մակարդակում եւ դրանք չեն լուսաբանվել, որովհետեւ զուտ աշխատանքային հարց ա եղել, որովհետեւ մենք խնդիր ենք տեսել, որովհետեւ տնտեսությունից էլ այդ ազդակներն եկել են, որ գնումներում հիմնականում մասնակցություն են ունենում փոխկապակցված կազմակերպություններ, այսինքն հեծի սեփականատերերի խումբը ստեղծում է եւ ղեկավարության խումբը ստեղծում է ընկերություններ կամ իրանք անձամբ կամ իրանց հետ կապված անձանց միջոցով, որոնք մասնակցում եւ հաղթում են գնումների գործընթացին, ընդ որում արտոնյալ եւ մենաշնորհային դիրք են տալիս արհեստականորեն, ինչը նաեւ դարձյալ ուղիղ օրենսդրության եւ ՀՑ կողմից սահմանված կարգի խախտում է, ուղիղ խախտում է։ Այս թեման էլ է եղել լիցենզիայից զրկելու։ Այո,
կառավարման արդյունավետության հիմքում է դրված։ Ընդ որում մենք բազմիցս այս ազդակը տվել ենք, որտեղ խնդիր կա, նաև որոշակի կարգավորումների վրա ենք աշխատել եւ այլն, որտեղ խնդիր կա։ Սա տնտեսության զարգացումը եւ մրցակցային վիճակը խոչընդոտող վիճակ։ Ոլորտը առհասարակ չէր զարգանում վերջին տարիներին, էներգետիկ ոլորտի թե արտադրողները, թե ներկողները բոլորը փակող առաջ են, որտեղ որևէ հասարակություն չունեին հեծի նման ռազմավարական կարևորագույն խոշոր ընկերության տնտեսական արժեշղթայի որևէ կերպ մաս կազմելու։ Ես ձեզ օրինակ բերեմ գնումների պլանով, ընդ որում պարոն վարչապետ շեշտեմ, որ գնումների պլանը, ներդրումային ծրագիրը, հաստատացակը, դրույքաչափը, բոլոր հիմնարար փաստաթղթերը մենք շարունակում ենք աշխատել դեռևս տարեսկզբին իրենց իսկ կողմից հաստատված փաստաթղթերի հիման վրա, որը փոփոխություն չեն կարել։ Դա սկզբունքային չեն կարել, որպեսզի հետագայում չշահարկվի, որ մենք պիտի զարգացնեինք կառավարչի ապարատը եկավ եւ այլն։ Եվ իրենց իսկ հաստատված գնումների պլանով օրինակ կցորդիչների դա որոշակի դետալ է, որը որ մալուխային գծերի վթարների ժամանակ կիրառվում է եւ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր կցորդիչներ են օգտագործում տարեկան ցանցում վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս միավոր նույն տեսակի, նույն տեխնիկական բնութագիրն ունեցող նույն քանակի գնման խմբականակը նախատեսված էր 128 միլիոն դրամի եւ կոնկրետ ընկերություն կար նախանշված, ում առաջարկած գնով էլ գնման պլանը կազմել էին բնականաբար եւ բաց թափանցիկ ներառական 3 փուլից բաղկացած գնումների գործընթաց իրականացրեցինք, նախնական այսպես ասած free call արեցինք, ազատ կանչ արեցինք այն ընկերությունները, ովքեր որ հետաքրքրված են տվյալ սարքերի ներկրման եւ արտադրելու մեջ, իրենց բոլորի տվյալները հավաքագրեցինք, տեղ բնութագրերը առանձին բոլորին ուղարկեցինք, գնային առաջարկներ ներկայացնել եւ շուկայի ուսումնասիրություն իրականացրեցինք եւ վերջնարդյունքում հանրային գնումների օրենսդրությանը խիստ համապատասխան գնման արդյունքում 128 միլիոն դրամ գնումների պլանում դրված նույն քանակի, նույն տեղ բնութագրով ապրանքը ձեռք բերեցինք ընդամենը 58 միլիոն դրամով։ 70 միլիոն դրամ միայն խնան ենք այդ գործարքում։ Ընդ որում մեկ հատկանշական օրինակ էլ ձեզ բերեմ, ուժային մալուխի նույն տեսակի, նույն խմբին պատկանող միավոր գծամետրը 30,000 դրամ գնումների պլանում դրված, կոնկրետ ընկերությունով մինչ այս տարիների վեր հարյուրավոր միլիոն դրամների մատակարարել է հեծին, այդ ընկերությունը գալիս է առաջարկ է անում 30,000 դրամի փոխարեն 19,200 դրամ։ Վերասակարկման արդյունքում այլ ընկերություններ ավելի ցածր գին են առաջարկում եւ տվյալ ընկերությունով տվյալ ուժային մալուխը ավանդաբար մատակարարել է 28-ից 30,000 դրամով գծամետրը, մատակարարում է 18,400 դրամով գծամետրը։ Այսինքն կարող ենք ասել, որ նույն որակի, նույն տեղ բնութագրի, կարող ենք ասել, որ առնվազն ապրանքանյութական արժեքների մատակարարումները տևական շրջան վերջին տարին իրականացվել են առնվազն 60-70 մինչև 100% ուռճացված գներով, ինչը ուղղակիորեն ներդրումային ծրագրերի մասով ուղղակիորեն մտել է սակագին։ Սակագնի կառուցվածքի մասը կազմել։ Դե հիմա այս բոլոր թեմաներով մեկ հետաքննություն նախաձեռնել ենք, որ հասկանանք ոնց է տեղի ունենում կամ ոնց է տեղի ունեցել սա։ ՀՑԿ-ի վարույթի շրջանակներում ՀՑԿ-ն որպես վերահսկող կարգավորող պետական մարմին բոլոր այդ նյութերը ուսումնասիրել են եւ այդ նյութերի այն հատվածը, որոնք որ փաստաթղթերով պատշաճ հիմնավորվել են, բոլորը դրվել են վարույթի հիմքում։ Այն դեպքերում, որտեղ որ մենք առերևույթ հանցակազմի դրվագներ ենք տեսել, ես ինքս հաղորդում եմ ներկայացրել նաև գլխավոր դատախազություն։ Հիմա փաստորեն ստացվում է, որ կցորդիչը, որը կարող էր, իհարկե շուկայական գինը որոշակի փոփոխություններ կարող է ունենալ, բայց պլյուս 10%, 20% եւ այլն, այսինքն որը կարող էր ձեռք բերվել կլորացրած 60 միլիոն դրամով ձեռքաբերվել 130 միլիոն դրամ։ Այո, ընկերության տարեկան բյուջեի մեջ նախատեսված եղել 130 միլիոն դրամ դրամներ։ Շատ լավ։ Դե սա շատ կոնկրետ փաստեր են եւ տպավորությունը ստացվում, եթե չեմ սխալվում, սենց երևույթները, իրավաբանները փողերի լվացում են կոչվում, որ այսինքն իրականում ոչ թե գործարք անելն է, աշխատանք անելն է, այլ շրջանառությունից փող դուրս բերելն է եւ դա այնպիսի խողովակով, որ առերևույթ եկամուտը դիտվի օրինական, բայց գործնականում այն ինչ որ նկարագրում եք եւ եթե հիմնավորված է, ըստ էության դա այլ անուն կամ փողերի լվացում դժվար է գտնել։
Այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, ես գիտեմ, որ հեծը շատ ծանրաբեռնված է վարկերով։ Իսկ դուք մենք վարկերը սպասարկում եք, հա, հիմա այս փուլում նորմալ սպասարկում է գնացել։ Այո, պարոն Վարչապետ, պրոբլեմներ չեն առաջացել։ բացարձակ, ավելին ձեզ ասեմ, մեր շրջանի կառավարման 4 ամիսների արդյունքներով մենք ավելի քան 21 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորությունների մայր գումարներ ենք մարել վաղաժամկետ, այսինքն ֆինանսական որոշակի խնայողություններ են գոյացել, որոնք մենք ուղղել ենք վարկերի այն խմբի մարմանը, որոնք ավելի բարձր տոկոսադրույք ունեին, 21 միլիոն։ Եվս բառացիորեն հենց նախորդին 3 մենք 10 միլիոն դարձյալ վարկային պարտավորություն պլանային արդեն մարեցինք, որից 6.5 միլիոնը մայր գումարներ։ Ընդհանուր առմամբ ժամանակավոր կառավարչի նշանակման պահին հեծը ցանաբեռնված էր շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի հասնող չափով վարկային պարտավորություններով, այդ թվում նաև թողարկված պարտատոմսերը, այս պահին արդեն այդ թիվը մոտեցել է 368 միլիոնի, այսինքն շուրջ 28-30 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ մենք մարել ենք պատշաճ, ընդ որում իմ նշանակման պահին ընթացիկ հարկային պարտավորությունները, աշխատավարձերը բոլորը հեծը կատարում էր լրացուցիչ վարկային միջոցներ ու օվերդրաֆտներ ներգրավելով, քանի որ իր շրջանառու միջոցները ամբողջովին ուրեմն միլիարդավոր դրամների հասնող տրված էր կապալառու փոխկապակցված ընկերություններին կանխավճարների տեսքով։ Այսինքն սեփական շրջանառու միջոցները տրված էր իրավաբանական անձանց, ովքեր ծառայություն են մատուցում նույն հեծին, իր իսկ հարկային պարտավորություններն ու աշխատավարձերը 5 վարկին վերցնում հարկ տալիս, իսկ իրանց միջոցները, որոնք տրված էր այլ աշխատավարձ եւ հարկ պետքա տային, տալիս են ուրիշ ընկերությունների տոկոսով թե առանց տոկոսի։ Իհարկե առանց տոկոսի, քանի որ դաշին ընկերությունների խմբի կամ մասեր կազմում կամ աֆիլիացված պաշտոնատար անձանց ընկերությունների։ Ինչ άλλο ես լսել եմ նաև, որ տենց երևույթներ են արձանագրվել, որ հեծի անունով վարկ են վերցրել բանկերից եւ տոկոսով եւ առանց տոկոսի վարկը այդ նույն գումարը ըստ էության տվել են որևէ կարգավիճակով կամ կոնկրետ անձանց կամ կոնկրետ ընկերությունների, ասենց երևույթ էլ նկատվել է, հա։ Քանի որ վարույթի ավարտից օրեր առաջ ես արդեն հանդիպել եմ նաև միջազգային բանկերի EBRD, ADB-ի, ֆինանսական միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին պաշտոնական եւ այդ մասին արդեն պաշտոնապես զրույց ենք ունեցել, ես ինձ թույլ տամ նաև եթերում այդ մասին խոսել, որ այո, դա ուրեմն այն երևույթի մասին է, որ հեծը 100%-ով գրավադրված լինելով միջազգային բանկերում եւ ունենալով վերջիններիս նկատմամբ շուրջ 116 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորություններ, պայմանագրային պարտավորություն ուներ որևէ տեսակի երաշխավորություն, գրավ, այլ վարկային միջոցներ ներգրավելու պարագայում թույլտվություն ստանալ վերջիններից, այդ թվում նաև որոշակի սահմանաչափի դեպքում պարտավոր էր համաձայնություն ստանալ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից, իսկ որոշակի սահմանաչափի նույնիսկ դեպքում օրենքի իմպերատիվ պահանջով նաև պարտավոր էր կառավարության համաձայնություն ստանալ։ Եվ ահա հեծի կառավարիչները եւ տնօրենների խորհուրդը վերջինիս որոշումներով 9 տարվա մեջ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի հասնող երաշխավորություններ են տրվել մի քանի տասնյակ տարբեր ընկերությունների, տաշիր ընկերությունների խմբի դարձյալ ուղղակիորեն աֆիլիացված կամ անուղղակիորեն իրական շահառու հանդիսանալով եւ գրավադրելով առանց գրավի առարկայի իհարկե, բայց երաշխիքը ինքնին ենթադրում է գրավը։ Քանի որ երաշխավորության պայմանագրի մեջ արդեն նշված է, որ հեծը այդ երաշխավորությունների համար պատասխանատվություն է ստանձնել իր ողջ շրջանառու միջոցներով, գույքով եւ ամբողջ կարողություններով։